Արտասյան իմ հարցը արտասանցների բնագավառման ծրագրին է վերաբերում, այնտեղ կա մի հստակ դրույթ, որ ինչպես քիչ առաջ նշեցիք, պետք է արտասանցիները քաղաքացիություն ստանան, որպեսզի օգտվեն։ Հիմնական պահանջներից մեկը սա է, բայց օրինակ սա Արցախից բռնի տեղահանված քաղաքացու անձնագիր է, որի վրա գրված է Հայաստանի Հանրապետություն, իսկ սա մյուս անձնագիրն է, որը ևս գրված է Հայաստանի Հանրապետություն, երբ որ ուսումնասիրում ենք, այս երկու անձնագրերի միջև որևէ տարբերություն չկա։ Խնդրում եմ նշեք կապույտ է նույն գրություններն են գրված, խնդրում եմ նշեք ինչու է այդ պահանջը ներկայացնում Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին, ասելով հրաժարվեք Հայաստանի Հանրապետության այս անձնագրից, ստանալով Հայաստանի Հանրապետության այս անձնագիրը։ Որն է պատճառը, դուք ինչպիսի փոփոխություններ, ինչպիսի տարբերություններ եք տեսել այս երկու անձնագրերի միջև եւ ասացիք, որ հնարավոր է փոփոխություններ լինեն։ Այս կետը հնարավոր է դուրս գա ծրագրից որպես պահանջ, թե ոչ, շնորհակալություն։ Իսկ դուք պատասխանեցիք ձեր հարցին, բայց ես էլ կպատասխանեմ։ Խոսքը ոչ թե անձնագիր փոխելու մասին է, այլ քաղաքացիություն ստանալու։ Մեր հայրենակիցները, նրանց այն հատվածը, որ դեռ չի ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Եվ այդ մեր Հայաստանի Հանրապետության անձնագրերը ըստ էության եղել են ճամփորդական փաստաթղթեր հատուկ կոդով, դրա մասին բազմիցս խոսվել է, դա նորություն չէ, որպեսզի մեր հայրենակիցները ունենան շարժունակության հնարավորություն թե Հայաստանի Հանրապետություն, թե արտերկիր գնալու համար, բայց նրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացի երբեք չեն համարվել եւ կհամարվեն, թույլ տվեք մինչև վերջ պատասխանեմ։ Ես պատասխանեցի ձեզ հարցին, որ դա ըստ էության ճամփորդական փաստաթուղթ է եղել եւ նաեւ դրա համար կան իրավական հիմքեր եւ մեր գործընկերները ներքին գործերի նախարարությունից եւ անձնագրային մեր ծառայությունը բազմաթիվ անգամ դա մեկնաբանել է։ Բովանդակության իմաստով այդ մարդիկ պետք է դառնան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որովհետեւ եթե իրենք իրենց ապագան պատկերացնում են Հայաստանի Հանրապետության հետ, իսկ Հայաստանի Հանրապետությունն էլ ուզում է, որ պետությունը մենք ուզում ենք, որ իրենք պատկերացնեն իրենց ապագան մեր հետ, Հայաստանի Հանրապետության հետ, ապա դրա ձևը, դրա միակ ձևը քաղաքացիություն ստանալն է բոլոր դեպքերում։ Եվ այդ պահանջը երբեք չի փոխվելու, եւ մենք կարծում ենք, որ մեր հայրենակիցները արդեն նաև շատ լավ գիտակցելով, որ իրենց ապագան պետք է կառուցեն Հայաստանում, քանի որ այստեղ հնարավորինս ստեղծվում են եւ ստեղծվել են եւ կստեղծվեն պայմաններ իրենց գոյության համար եւ ես հիմա խոսում եմ, մենք հիմա միայն խոսում ենք օրինակ բնակ ապահովման ծրագրի մասին, բայց եկեք խոսենք մնացած բոլոր ծրագրերի մասին։ Կրթական, առողջապահական, այդ ամեն ինչը Հայաստանի Հանրապետությունը առաջին իսկ օրվանից հոգացել է այնպես, որ մեր բոլոր միջազգային գործընկերները պարզապես մինչ օրս շոկի մեջ են, թե ինչպես կարելի է այդքան բարձր մակարդակով, այդքան մեծ ճգնաժամը կառավարել եւ ես էլ կարծում եմ, որ այդ ամեն ինչը ինչ պայման որ դրված է ճիշտ է եւ պետք է մնա, խոսքը այլ պայմանների մասն է, որովհետեւ ծրագիրը, եթե խոչընդոտներ են առաջացել, օրինակ այնտեղ ունեինք ընտանիքի անդամների, ընտանիքի կազմի վերաբերյալ խոչընդոտներ, տարիքի վերաբերյալ խոչընդոտներ, որոնք աստիճանաբար ուղղվել են եւ եթե էլի այդպիսի դեպքեր կլինեն եւ նաեւ համակարգային, այո, մենք պատրաստ ենք նաեւ դրանք ուղղել։ Եթե ունես Հայաստանի Հանրապետության անձնագիր, դու Հայաստանի Հանրապետության քաղաքացի չես համարվում։ Դուք շատ լավ գիտեք այդ հարցի պատասխանը, ես էլ պատասխանեցի։ Ես պատասխանեցի ձեր հարցին, արդեն պատասխանեցի։ Թե դա ինչպես է տեղի ունեցել, պատասխանեցի, եթե դուք բավարարված չեք պատասխանից, դա ձեր խնդիրն է, շնորհակալություն։ Պարոն Խորոսյան, այսօր բոլոր աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն էլեկտրոնային հարթակում։ Իմ հարցը հետևյալն է, ինչ է ձեզ դրվեց, որ դուք չեք տեսնում, որտեղ ռիսկ էր։ Օրինակ, կան դեպքեր, ենթադրենք արխիվը գործարանի վարվում է ու այդ աշխատանքային գրքույկի գրառումը միակն է, որ մարդը կարող է ապացուցի, որ ինքը 10 տարի է գործարանում աշխատել է, կամ տեխնիկական խնդիրներ Բայց դուք ոնց որ իմ փոխարեն պատասխանում եք այդ հարցին, բայց դրա համար ենք անում, որ արխիվները այրվելու դեպքում ոչ մի բան չկորի։ Բայց այդ սիստեմը կարա Չի կարող դառնի սիստեմը, որտեղ սիստեմը թվային է եւ սիստեմը պահպանվում է մի քանի պատճենով է պահպանվում, բայց եթե ուզում եք ընդհանուր պատասխանեմ հարցին, տեսեք, նախ աշխատակիցների տվյալները եւ աշխատանքային ստաժի վերաբերյալ ինֆորմացիան արդեն վաղուց էլեկտրոնային է եւ պետական եկամուտների կոմիտեում պահպանվում է էլեկտրոնային ձևով
եթե չեմ սխալվում, 13 թե կամ 14 թվականից։ Եվ նաև անհատականացված, այսինքն մենք գիտենք այդ թվից սկսած ով որտեղ ինչքան է աշխատել, եւ տարիքը, եւ ժամկետը, եւ աշխատավարձը, հարկերը, ամեն ինչ գիտենք ինդիվիդուալ, բոլորս մեր մասին, բոլոր օֆիցիալ աշխատանք ունեցողները։ Էլեկտրոնային պայմանագրերը եւս մի մակարդակ բարձրացնում այդ հարաբերությունների թափանցիկությունը, տեսեք։ Մենք հիմա թղթով են կնքում, այդ թուղթը մի օր կա, մի օր չկա, գնում են հարկային մարմինները ստուգման, ասում են վայ թուղթը բան, նոր ենք կնքում եւ այլն, որպեսզի խուսափեն հարկեր վճարելուց, մենք դա բարձրացնում ենք նորից թվային մակարդակի, որ հնարավորինս թափանցիկ եւ ապահով տեղի ունենա եւ ես ուզում եմ մի օրինակ բերել, ես 3 աշխատակից եմ ընդունել աշխատանքի, մեր պոակներից մեկի ժամանակավոր պաշտոնակատար եւ ես որպես գործատու շատ հեշտ այդ պայմանագիրը ստորագրել եմ, երևի առաջիններից եմ եղել, ասենք կարող է մի 10-նյակ կամ 100-ավոր նման դեպքեր արդեն եղածն են, ու դա արվել է առանց որևէ խնդրի, այնտեղ որոշակի մեր քաղաքացիների հետ կապված, ոչ թե քաղաքացիներ, հենց ոչ քաղաքացիների հետ կապված խնդիրներ կարող են լինել, որոնք որ արտերկրից են աշխատում, այդ մասով մենք որոշակի ճշտումներ կանենք օրենսդրական, բայց մեծամասամբ դա որևէ խնդիր չի առաջացնելու, պարզապես պետք է ունենալ էլեկտրոնային ստորագրություն, որը ի դեպ պետք է ունենալ շատ բաների համար եւ այդ աշխատակիցները միևնույն է պետք է ունենային, օրինակ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիրը լրացնելու համար, գործատուները բոլորը ունեն էլեկտրոնային ստորագրություն, որտեղ առանց էլեկտրոնային ստորագրության նրանք հարկային հաշվետվություններ չէին կարող ներկայացնել արդեն տասնյակ տարիներ եւ այդ գործընթացը կարծում եմ էլի այդ մեր ընդհանուր թվային օրակարգի եւ թափանցիկ եւ նաեւ ստվերի դեմ պայքարի այդ քաղաքականության շրջանակներում ամբողջությամբ տեղավորվում է։ Ես ուզում եմ հիշեցնել այդ նախորդածների կապված, ուղղակի չենք հասկանում մտահոգություն քաղաքացիների Թոշակապների մտահոգությունը այն է, որ այդ 10,000 դրամը, եթե ուղղակի բարձրանա, նրանց ձեռքից նշող չի տալի։ Իսկ երբ հետ վճարի վերադարձի տեսքով է դա կազմակերպում, մտածում եմ, որ եթե մի ամիս ինքը չգնաց առևտրի, այդ 10,000-ը չի ստանա։ Եվ առավել ևս, որ եթե իշխանությունները փոխվեցին կամ մնացին եւ ասենք թե մի տարի հետո նպատակահարմար չգտան այլևս այդ ծրագրի շարունակվի, նրանք կզրկվեն իրենց 10,000 դրամներից, այսինքն կմնա նախկին ցածր թշակների շրջանակում։ Սա այս կետով խնդրում եմ բացատրել ինչպես կարող եք փառատել մտահոգությունները այս առումով եւ երկրորդ մասը, քանի որ մեր խմբավորություն հիմնականում հարցերը առողջապահական ոլորտին են հաշվանդամության հետ կապված եւ ապահովության շրջանակում խնդրում եմ մեխանիզմը ներկայացնել, որտեղ ցույցանել ուղղակի մեխանիզմը բացատրել ինչպես Շատ լավ։ Առաջի մասով ասեմ հարգելի գործընկերներ, տեսեք, եթե ինչ-որ մի իշխանություն որոշի որևէ օրենք փոխել, ցանկացած օրենք կարող է փոխել, կապ չունի դա հետվճարով է բարձրացվել, թե առանց հետվճարի, այսինքն փոփոխությունները իրականացնելու մեխանիզմը միշտ կա։ Եթե այդպես մտահոգություն կա, այդ մտահոգությունը վերաբերում է բոլորին եւ ամեն ինչին։ Ամեն ինչին։ Ես կարծում եմ, որ նախ քանի որ իշխանությունները Հայաստանում ձևավորվում են ժողովրդի կամքով վաղուց, արդեն առնվազն 8 տարի է, այդ հարցը չեմ կարծում, որ որևէ իշխանություն այլ կերպ մոտենա այդ հարցին։ Եվ երկրորդը, եթե խոսքը նրա մասն է, որ օրինակ ինչ որ մի ամիս իրենք առևտուր չանեն, այդտեղ ուրիշ հարց է ծագում, հիմա կարող են մտնել այդ դեբատի մեջ, նշանակում է, որ այդ մարդիկ ուրիշ եկամուտ ունեն կամ ապրուստի ուրիշ միջոց ունեն, եւ եթե այդ ամիս իրանց կենսաթոշակը չեն ծախսում, կուտակում են, իրենց ուրիշ միջոցներից են օգտվում, հա։ Մեր խնդիրն է բարձրացնել կենսաթոշակը այն մարդկանց համար, ովքեր որ օգտվում են, ծախսում են իրենց կենսաթոշակը իրենց կարիքները հոգալու եւ կենսաթոշակի նպատակը դա է եւ իդեպ միայն որ կենսաթոշակ ենք ասում, միայն կենսաթոշակը չի, դա եկեք բոլոր նպաստները թվում հաշմանդամության նպաստներին է դա վերաբերում։ Հիմա ինչ վերաբերում է ձեր երկրորդ հարցին, եթե խոսքը նրա մասին թե ինչպես են այն քաղաքացիները, որոնց համար պետությունն է վճարում օգտվելու առողջության ապահովագրությունից, ապա մոտավորապես այնպես ինչպես նախկինում օգտվում էին պետպատվերից, բայց ավելի լավ ձևով, մենք մեր համակարգերը սինխրոն ձևով կապել ենք առողջապահության նախարարության էլեկտրոնային համակարգերի հետ, որտեղ արտացոլվում է այդ քաղաքացու հաշմանդամության կարգավիճակը կամ այլ կարգավիճակ, որը մենք ենք շնորհում, հա, կամ մեր մոտ է գրանցված։ Օրինակ տարիքը ավտոմատա ԲՊՌ-ից կարդում են 65+-ա,
միանգամից ինքը դառնում է շահառու, հա, բնակչության պետական ռեգիստրից։ Հաշմանդամության կարգերը մեր մոտից է կարդում էլեկտրոնային առողջապահության համակարգը։ Քաղաքացիների համար մենք ունենք առաջին, երկրորդ եւ երրորդ կարգ եւ ունենք նոր համակարգով անձիֆունկցիոնալության գնահատման միջին, ծանր եւ խորը սահմանափակումներով եւ այդ քաղաքացիների տվյալները կան էլեկտրոնային առողջապահության համակարգում եւ այդ քաղաքացու մոտ երբ որ խնդիր է ծագում ինքը գնում է օգտվում է առողջության համընդհանուր ապահովագրությունից, քանի որ նրա համար ապահովագրավճարը ամսական 10800 դրամ վճարում է պետությունը, իհարկե այնտեղ կան նաև պայմաններ, դա ռեզիդենտության պայմանն է, եթե ֆիքսել եք, այսինքն դու պետք է լինես Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ, այսինքն օրացուցային տարվա ընթացքում 180-ից օր ավել պետք է ապրած լինես Հայաստանում, դա էլ արված է նրա համար, որպեսզի կանխարգելվի, այսպես ասած, երբ որ դրսում պարզապես ապրում ես, բայց գիտես, որ այդտեղ առողջապահությունը անվճար դարձավ, դες գաս մի ամսում բոլոր առողջական հարցերը լուծես, նորից գնաս շարունակես ապրես քո այն երկրում, որտեղ հիմնականում ապրում ես։ Պարոն Թորոսյան, այսինքն բժշկի ազատության իրավունքով որտեղ հիվանդանոցության կանոնը դնում է, այնտեղ երևում է, թե պիտի պոլիկլինիկայի բժշկին որտեղ Չէ, ուղեգրումը բոլորի դեպքում պարտադիր է, այսինքն եթե անհետաձգելի դեպք չի, շտապ դեպք չի, որ դու պարզապես կյանքիդ վտանգ ես սպառնում, պետք է ուղեգրում քո առաջնային օղակի բժշկից, առողջության առաջնային պահպանման օղակի բժշկի, դա պոլիկլինիկա է կամ ամբուլատորիա, դա պետք է բոլորի դեպքում, նույնիսկ այն քաղաքացիների, որոնք որ իրենք են վճարում իրենց բանի համար, ապահովագրավճարը 200,000-ից բարձր ստացողները, օրինակ ես, հա, եթե ես էլ կարիք ունենամ առողջական խնդրի լուծման հիվանդանոցային պետք է ունենամ ուղեգիր տրված իմ պոլիկլինիկայի բժշկից եւ այդ մեխանիզմը գործում է անկախ ամեն ինչից, իսկ բժշկի ազատ ընտրություններ հիվանդանոցի դեպքում կարծում եմ դրանք գրեթե բոլոր հիվանդանոցներն են, որոնք ունեն պայմանագիր առողջության ապահովագրության հիմնադրամի հետ։